Բարի երեկո, եթերում է Հորիզոնի գլխավոր թողարկումը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավար Ալեքսանդր Թիմանին։ Վարչապետը կարևորել է հիմնադրամի հետ համագործակցությունը ի նպաստ մեր երկրում տնտեսության զարգացման եւ կայունության ապահովման։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ հիմնադրամի համագործակցությամբ իրականացվող ծրագրերին վերաբերող հարցեր եւ անդրադարձ կատարել հետագա քայլերին։ Մտքեր են փոխանակվել Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքի, ֆինանսական ոլորտի, ներդրումային միջավայրի բարելավման, տնտեսական ակտիվության խթանման, առկա ռիսկերի հաղթահարման եւ այլ հարցերի շուրջ։ Ազգային ժողովի նախագահ Հալեն Սիմոնյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հաստատել է, որ նախապատրաստվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Թուրքիա։ Պատերազմի հետ կապված ռիսկերն այսօր մինիմալ են, մենք պետք է աշխատենք, որ ընդհանրապես այն չեզոքացնենք, եւ Հայաստանի կառավարությունը գործուն քայլեր է անում դրա համար։ Ես համարում եմ, որ նման գործուն քայլերից մեկը ձեզ հայտնի վարչապետի նախատեսվող այցն է Թուրքիա, նշել է ազգային ժողովի խոսնակը, այցը բնութագրելով պատմական, քանի որ Հայաստանի ղեկավարն առաջին անգամ է նման մակարդակի այց իրականացնելու։ Հալեն Սիմոնյանը նաև նշել է, որ հրավերը արվել է Թուրքիայի նախագահի կողմից եւ այցի ընթացքում երկու երկրների ղեկավարները քննարկելու են տարածաշրջանային բոլոր հարցերը։ Ազգային ժողովը սկսել է հերթական նիստերի աշխատանքը։ Այսօրվա առաջին նիստում քննարկվել է նաև Հայկ Սարգսյանի զինվորական ծառայության մասին օրենքում փոփոխությունների նախագիծը օրակարգ ընդգրկելու վերաբերյալ հարցը։ Հիշեցնենք, որ գլխադասային հանձնաժողովը տվել էր բացասական եզրակացություն այս օրինագծի վերաբերյալ։ Հարցի քննարկումը սկսվեց նախագծի հեղինակի ելույթով։ Հայկ Սարգսյանը մի քանի մեջբերումներ արեց վարչապետի այս թեմային առնչվող ելույթներից, որ զորակոչային տարիքի տղաների կեսից քիչն է գնում բանակ, զորակոչը Հայաստանում մնում է կոռուպցիայի ամենածաղկուն միջավայրը եւ որ խնդիրը կարգավորող օրենքի ընդունումը անընդհատ հետաձգվում է։ Ոչ մի բան այլևս չի հետաձգվելու, որ նախարարը եկավ ասեց հետաձգենք, ավելի լավ է հրաժարականի դիմում գրի, ասում եմ ամենայն լրջությամբ։ Չգաք ասեք հետաձգենք, չկա հետաձգում, մեջբերման ավարտ։ Հայկ Սարգսյանը հիշեցրեց նաև գործադիրի մայիսի 22-ի որոշումը, ըստ որի հավանություն էին տրվել օրինագծի վերաբերյալ կառավարության առաջարկներին։ Քվեարկելուց առաջ ուղղակի տեղեկացված եղեք։ Այն նախագիծը, որը Հայկ Սարգսյանի հեղինակածն է եւ հիմա քվեարկվելու է, կառավարության կողմից Սուրեն Պապիկյանը նստած է, պաշտպանության նախարարության որևէ առաջարկ ընդգրկված չի։ Որևէ առաջարկ ընդգրկված չի եւ մենք հայտնվելու ենք այս նախագիծը օրակարգ բերելով հայտնվելու ենք խառնաշփոթի մեջ։ Բանակի բարեփոխման ռազմավարությունը գտնվում է մեր առաջնահերթությունների շարքում եւ այդ թվում այս նախագծի մեջ կան հարցեր, որոնք որ կարող են հասցեագրել բանակում բարեփոխումների մեր նպատակները, սակայն այնուհանդերձ առանձին կարգավորումները, դրանց ձևակերպումները եւ սահմանումները, ինչպես նաեւ քննարկման ժամանակը խմբակցությանը բերել այն համոզման, որ այս նախագիծը այս պահին այս տեսքով չենք կարող ընդունել։ Նախագիծը չընդունվեց, մինչ այդ հեղինակն էլ համաձայնեց ընդհանուր կարծիքին եւ նշեց, որ կշարունակի աշխատանքը գործընկերների հետ օրինագծի բարեփոխումների շուրջ։ Խորհրդարանն անցավ 2024 թվականի պետբյուջեի կատարողականի մասին հաշվետվության քննարկմանը։ Հաշվետվությունը ներկայացրեց ֆինանսների նախարարը, հետո պատասխանեց հարցերի։ Դրանցից մեկը վերաբերում էր միջին աշխատավարձին եւ աշխատավարձների ֆոնդին։ Միջին աշխատավարձը չհարգված է, կազմում է 287,000 դրամի կարգի, սակայն մենք գիտենք, որ մասնավոր սեկտորում համատարած է իրականից ավելի ցածր աշխատավարձ գրանցելը։ Այս խնդիրը մենք ոնց ենք պատրաստվում լուծել։ Մենք բոլոր ուղղություններով պետք է թվայնացման գործիքները օգտագործելով թիրախայնությունը մեր ստուգումների եւ հայտնաբերման մեծացնենք, բայց մյուս կողմից նաև ապագայում պետք է մեծացնենք աշխատողներին հետ վերադարձվող գումարների քանակը, չափը, որպեսզի նաև տակից ճնշում լինի եւ այստեղ այս մեխանիզմը ճիշտ աշխատի։ Կարծում եմ ճիշտ ճանապարհը այս հարցը լուծելու այդպիսինն է, թեև ես չեմ համարում, որ դա այդպիսի համատարած բնույթ է կրում։ Բաբկեն Թունյանն էլ հարցրեց ներքին ու արտաքին պարտքերի հարաբերակցության մասին, հիշեցնելով, որ այդ բանավեճը հավերժ է։ Պետք է ներքին պարտքի կշիռը ավելացնել, թե ոչ։ Մշտական քննադատությունը այն է, որ մեզ մոտ ներքին պարտքը, այսինքն ոչ թե մեզ մոտ, այլ ընդհանրապես որպես կանոն մեր նման երկրներում ներքին պարտքը ավելի թանկ է։
Այո, կարելի է ասել, որ համեմատաբար միջազգային շուկաների Հայաստանի տնտեսության հայկական դրամով արտահայտված պարտքի գինը ավելի բարձր է։ Եվ դա ունի իր պատճառներ, որովհետև մեր շուկան մեծ չի, խաղացողները շատ չեն, փողը շատ չի։ Ինչքան շատ չի փողը, այնքան այդ փողի գինը բարձր է։ Եվ մեր խնդիրը պետք է լինի նոր խաղացողներ բերել Հայաստան, ինչը արդեն արել ենք, անում ենք եւ այս ուղղությամբ դրական զարգացումներ կան, այսինքն օտարերկրյա ներդրողները Հայաստանի Հանրապետությունում դրամով պարտք են վերցնում, պարտք են գնում։ Եվ սրանով պահանջարկը մեր թղթերի նկատմամբ գնալով բարձրանում է։ Իսկ բյուջեի պակասուրդի մասին ինչ կարծիք ունի նախարարը։ Պակասուրդը 2024-ին հասել է 188 միլիարդ դրամի։ Պետք է այն շարունակել ավելացնել, թե ոչ։ Այս հարցում էլ տնտեսագիտական շրջանակներում մեկ ընդհանուր կարծիք չկա։ Մենք նախատեսում ենք սա շարունակական ավելացում, ասենք մյուս տարի պակասուրդը 200 միլիարդ կամ 300 միլիարդ, թե նախատեսում ենք, որ պետք է իջնենք 100 միլիարդի սահմաններում։ 2025 թվականի դեֆիցիտը կազմում է 5.5%, որովհետև մենք որոշում կայացրեցինք ապագայի ծախսերի մի որոշ մասը անենք 2025 թվականին եւ հետզհետե նվազեցնենք մեր դեֆիցիտը։ Ես համաձայն եմ այդ մտքի հետ, մենք այդ ճանապարհով պետք է գնանք, որը նաեւ կապ ունի տոկոսադրույքների, պարտքի սպասարկման ծավալների աճի զսպման տեսանկյունից եւ միջնաժամկետ ծախսային ծրագրով մենք շատ հավակնոտ մի ծրագիր ենք ներկայացրել, որով պլանավորում ենք մինչև 30 թվականը դեֆիցիտը իջացնենք մինչև 1%-ի։ Իսկ ինչ է պլանավորում կառավարությունը Իրանում ստեղծված իրավիճակով պայմանավորված հնարավոր ազդեցությունները մեր երկրի վրա մեղմելու համար։ Նախարարը պատասխանեց, որ կոնկրետ սցենարներ առայժմ չեն մշակվել, որովհետև անորոշությունները դեռ շատ են։ Արտակ Հովհաննիսյան, Հորիզոն։ Մի քանի ժամ առաջ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները խուզարկել են Ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի առանձնատունը։ Այս մասին փոխանցել է փաստաբան Տիգրան Հայրապետյանը, նշելով, որ գործարարի ձերբակալության մասին տեղեկություններ չունի։ Իր հերթին ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ մի խումբ անձինք բերման են ենթարկվել։ Իրականացվում են օպերատիվ գործողություններ։ Այսօր տեղի ունեցած նիստում Հայաստանի կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, սահմանելով 6.75%։ 2025 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում 12-ամսյա գնաճն արագացել է, մայիսին կազմելով 4.3%։ Այս մասին ասուլիսին հայտնել է կենտրոնական բանկի նախագահը։ Միաժամանակ 12-ամսյա բնականոն գնաճը ևս ավելացել է, կազմելով 2.8%։ 2025 թվականի երկրորդ եռամսյակում համաշխարհային եւ Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում պահանջարկի հետագա դանդաղման, իսկ ԱՄՆ-ում զուգահեռաբար նաեւ գնաճի արագացման ռիսկերն ավելացել են։ ԱՄՆ տնտեսական հատկապես առևտրային քաղաքականության եւ դրա մակրոտնտեսական ազդեցությունների շուրջ բարձր անորոշությունը պահպանվում է։ Միջազգային առևտրային հարաբերությունների լարվածությամբ, աշխարհաքաղաքական հակամարտությունների, հատկապես Մերձավոր Արևելքի իրավիճակի կտրուկ սրմամբ պայմանավորված առաջարկի եւ մատակարարման շղթաների հնարավոր խաթարման ռիսկերն էապես աճել են։ Բարձր են միջնաժամկետում ԱՄՆ-ի հարկաբյուջետային քաղաքականության կողմից ամբողջական պահանջարկի խթանման չափի, դրանից ածանցվող պարտքի մեծացման եւ երկարաժամկետ տոկոսադրույքների աճի չափի շուրջ անորոշությունները։ Այս համատեքստում հաշվի առնելով գործընկեր երկրներում աշխատաշուկայի դեռևս պահպանվող խիստ պայմանները եւ բարձր գնաճային միջավայրը, հավանական է, որ առաջատար երկրների կենտրոնական բանկերն առաջիկայում հիմնականում կպահպանեն կամ կթույլատնեն դրամավարկային խիստ պայմանները դանդաղ տեմպերով։ 25 թվականի երկրորդ եռամսյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը դանդաղել է, մեծապես կրելով որոշ կարճաժամկետ ոչ կառուցվածքային աճի գործոնների աստիճանական չեզոքացման ազդեցությունը։ Ակտիվության աճին շարունակել է զգալիորեն նպաստել շինարարության եւ ծառայությունների ճյուղերի բարձր աճը։ Միևնույն ժամանակ տնտեսական աճի կառուցվածքային առանձնահատկություններից բխող աճի կայունության, երկարաժամկետ հեռանկարի, ինչպես նաև ներքին պահանջարկի հետագա միտումների վերաբերյալ անորոշությունները մնում են բարձր։ Ծառայությունների նկատմամբ արտաքին պահանջարկը շարունակում է նվազել,
Ընդհանուր պահանջարկի ազդեցությունը գնաճի վրա գնահատվում է չեզոք, իսկ գնաճի ընթացիկ արագացումը առավելապես պայմանավորված է առաջարկի որոշ գործոններով։ Նման իրավիճակում աշխատաշուկայի պայմանները որոշակիորեն թույլացել են, արտահայտելով աշխատավարձերի կոշտ գներով բնութագրվող ծառայությունների գնաճի եւ գնաճային սպասումների աստիճանական կայունացմամբ։ Միաժամանակ հարկաբյուջետային քաղաքականության կողմից միջնաժամկետ հորիզոնում առկա են առավելապես գնաճային ռիսկեր։ Մակրոտնտեսական ընթացիկ զարգացումների պայմաններում ՀՀ ֆինանսական շուկայի մասնակիցներն ընդհանուր առմամբ ակնկալում են, որ Կենտրոնական բանկն առաջիկա միջնաժամկետ հորիզոնում աստիճանաբար կնվազեցնի քաղաքականության տոկոսադրույքը սահմանելով 6.25 մակարդակի շուրջ։ Հայաստանի և Հնդկաստանի արտաքին գործերի նախարարները քննարկել են Իրանից Հայաստանի տարածքով հնդիկ ուսանողների տարհանման հնարավորությունը, այդ մասին հայտնել է արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ Հայաստանի կողմից ցուցաբերվել է համապատասխան աջակցություն, նշել է նա։ Փոխադարձ հարվածներ, ավերածություններ, զոհեր, վիրավորներ և սպառնալիքներ։ Մերձավոր Արևելքում լարվածությունը չի թուլանում։ Իրանա-իսրայելական հակամարտությունը շարունակվում է և սպառնում է ողջ տարածաշրջանը ներքաշել լայնածավալ պատերազմի մեջ։ Իրано-իսրայելական հակամարտության 5-րդ օրն են, կողմերը շարունակում են փոխադարձ հարվածները։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ այս գիշեր հարվածել է Թեհրանի հրամանատարական կենտրոններից մեկին և սպանել Ալի Շադմանիին, որը Իրանի գերագույն առաջնորդի ամենամոտ անձանցից էր։ Շադմանին ղեկավարում էր Իրանի արտակարգ իրավիճակների ռազմական շտաբը և վերահսկում էր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը և բանակը։ Նա նշանակվել էր օրեր առաջ այն բանից հետո, երբ իր նախորդը Ալամ Ալի Ռաշիդը սպանվել էր Իսրայելի հարվածների հետևանքով։ Իսրայելը նաև հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Թավրիզին, Բանդար Աբասին, Սպահանին և այլ բնակավայրերի։ Կան զոհեր և վիրավորներ, այդ թվում Կարմիր մահիկի աշխատակիցների շրջանում։ Թիրախավորվել են Երկիր և Երկիր Օդասի հրթիռային կայանները, անօդաչու թռչող սարքերի պահեստավորման օբյեկտները, ինչպես նաև հրթիռների արտադրության և պահպանման օբյեկտները։ Թիրախավորվել է նաև Իրանի պետական հեռուստաընկերության շենքը։ Հարվածը հասցվել է հաղորդավարներից մեկի ուղիղ եթերի ժամանակ։ Ֆարս լրատվականի փոխանցմամբ 3 մարդ զոհվել է, կան վիրավորներ։ Իր հերթին Իրանը գիշերային հրթիռային հարձակում է սկսել Իսրայելի քաղաքների ուղղությամբ, հնչել են օդային տագնապի ազդանշանները, լսվել են պայթյունների ձայներ, աշխատել են հակաօդային պաշտպանության համակարգերը։ Ֆարս լրատվականը հայտնել է, որ Իրանի զինված ուժերը հասցված հարվածների ընթացքում կարողացել են ոչնչացնել Իսրայելի հեռահար հոբ համակարգը։ Իրանական հրթիռների թիրախում է եղել նաև Հայֆայի էլեկտրակայանը, որտեղ խոշոր հրդեհ է բռնկվել։ Վնասվել են զգալի թվով սարքավորումներ, որոնց հետևանքով գործարանի բոլոր օբյեկտներն ու դուստր ձեռնարկությունները փակվել են։ Զոհվել է 3 մարդ։ Իրանական կողմը հարվածներ է հասցրել նաև Հայֆայի նավթավերամշակման գործարանին։ Լրջորեն վնասվել է գործարանին գոլորշի և էլեկտրաէներգիա մատակարարող էլեկտրակայանը։ Նավթավերամշակման գործարանն ամբողջությամբ դադարեցրել է աշխատանքը։ Իրանը հիմա էլ շարունակում է հարվածներ հասցնել Իսրայելին։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի ռազմական հետախուզության շենքին և Թել Ավիվում գտնվող Մոսադի գլխավոր գրասենյակին։ Կողմերը նշում են, որ պատրաստվում են շարունակել ռազմական գործողությունները։ Այս ամենին զուգահեռ ԱՄՆ նախագահը կոչ է արել Թեհրանի բնակիչներին անհապաղ տարհանվել։ Իրանը պետք է ստորագրեր այն միջուկային գործարքը, որ ես նրանց ասել էի ստորագրել, ինչ ամոթ և մարդկային կյանքերի վատնում։ Պարզ ասած, Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ։ Ասել եմ դա և նորից կասեմ։ Բոլորը պետք է անհապաղ տարհանվեն Թեհրանից։ Սպիտակ տան առաջնորդը միևնույն ժամանակ նշել է, որ Թեհրանը պատրաստ է երկխոսել, սակայն դա պետք է ավելի շուտ աներ։ Իսրայելի վարչապետն էլ հայտարարել է, թե Իրանը ցանկանում է միջուկային գործարքի շուրջ բանակցություններ վարել, բայց ձևական։ Բենյամին Նեթանյահուի խոսքերով Թեհրանի նպատակն է դրանց ընթացքում շարունակել միջուկային զենքի մշակումը։ Նա նշել է, որ պաշտոնական Թել Ավիվը վճռական է վերացնելու Իրանի միջուկային և բալիստիկ հրթիռային ծրագրերից բխող վտանգը։ Իրանն էլ շարունակում է պնդել, որ իր միջուկային ծրագիրն ունի բացառապես խաղաղ նպատակներ։ Երկրի արտաքին գործերի նախարարը կոչ արել Դոնալդ Թրամփին ստիպել Իսրայելին կանգ առնել։ Աբբաս Արաղչին նշել է, որ Իրանը չի սկսել այս պատերազմը և շահագրգռված է շարունակել արյունահեղությունը։ Սակայն մենք հպարտությամբ կպայքարենք մինչև վերջ, պաշտպանելու մեր հողը, ժողովրդին, արժանապատվությունը և մեր նվաճումները։ Իսրայելի հարձակումների նպատակն է խափանել Իրանի և Միացյալ Նահանգների միջև հնարավոր գործարքը։ Մենք շարժվում ենք այդ ուղղությամբ և ճիշտ ուղու վրա ենք։ Իրանի արտգործնախարարը նաև մտահոգություն է հայտնել, որ Իսրայելը ցանկանում է ընդլայնել հակամարտությունը, դրա մեջ ներքաշելով Պարսից ծոցը և այլ երկրների, ինչին պաշտոնական Թեհրանը դեմ է։ Անահիտ Հակոբյան, Հորիզոն։
Իրանի դեմ պատերազմական գործողություններում Իսրայելին ցուցաբերվող Ադրբեջանի անուղղակի աջակցությունը Բաքվի եւ Անկարայի միջև հարաբերություններում լարվածության պատճառ է դարձել։ Թուրքիայում Իլհամ Ալիևին մեղադրում են սիոնիստ ագրեսորներին պաշտպանելու մեջ։ Թեմայի շուրջ կզրուցենք Արտյոմ Երկանյանի հետ։ Հարցում ինչու է դրսևորվում Անկարայի ու Բաքվի միջև լարվածությունը։ Առայժմ դա դրսևորվում է թուրքական մամուլում հակաադրբեջանական հոդվածների շարքով եւ տպավորություն կա, որ այդ շարքը ուղղորդվում է նույն կենտրոնից։ Այ օրինակ թուրքական Yeni Akif պարբերականը մի քանի հոդված է հրապարակել այս թեմային վերաբերող։ Հոդվածներից մեկում քննադատում է Իլհամ Ալիևի պրոիսրայելական վարչակազմը եւ հիշատակում է այն մասին, որ կան լուրեր, որի համաձայն հենց ադրբեջանցիներն են լրտեսել Իսրայելի օգտին Իրանի տարածքում եւ օգնել են ուղղորդել իսրայելական հարվածները։ Թեև նաեւ հիշատակում է այն մասին, որ Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները այս տեղեկությունը հերքում են։ Մեկ այլ հոդված նվիրված է Իսրայելի եւ Ադրբեջանի միջև տնտեսական համագործակցությանը եւ այնտեղ ընդգծվում է, որ Ադրբեջանը շարունակում է նավթամթերք վաճառել Իսրայելին եւ ընդգծում է, որ ինքնաթիռները, որոնք ռմբակոծում են հենց այս պահին Իրանի տարածքը, լիցքավորվել են հենց ադրբեջանական վառելիքով։ Նշեմ, որ Yeni Akif պարբերականը Էրդողանի վարչակազմին շատ մոտ կանգնած լրատվամիջոց է, եւ ես վստահ եմ, որ պատահական չէ այս հոդվածների շարքը։ Մանավանդ եթե նկատի ունենանք, որ իշխանամետ մի շարք այլ թուրքական լրատվամիջոցներում նույնպես հակաադրբեջանական հոդվածների շարք է նկատվում։ Ադրբեջանի պետական լրատվամիջոցները դրան պատասխանել են, արձագանքել են նշելով, որ դա դավաճանությանը մոտ բան է եւ այն ինչ իրենք ընթերցում են այժմ թուրքական լրատվամիջոցներում կարելի է համեմատել հայերի հետ համագործակցության հետ։ Իսկ ամերիկացի լրագրող Լինսի Սնելը նշում է, որ թուրքական մամուլում այս հրապարակումները վկայում են այն մասին, որ Անկարայի եւ Բաքվի միջև հարաբերություններում ամեն ինչ չէ որ հարթ է եւ որ հակասությունները շարունակում են աճել։ Հիշեցնեմ, շաբաթներ առաջ Ստամբուլում մի քանի հակաադրբեջանական ցույցեր կազմակերպվել, որոնց մասնակիցները մեղադրում էին Ալիևի վարչակազմին Իսրայելին ագրեսորական գործողություններին աջակցելու մեջ եւ բարձրացնում էին կարգախոս հետեւյալ բովանդակության. երկու ազգ, մեկ դավաճանություն, փոփոխելով Հեյդար Ալիևի հայտնի ասացվածքը երկու պետություն, մեկ ազգ։ Որպեսզի հնարավոր լինի փոքր-ինչ նվազեցնել Իսրայելի պաշտպանության վերաբերյալ մեղադրանքները, Իլհամ Ալիևը երեկ որոշել էր ընդունել Պաղեստինի նորանշանակ դեսպանին եւ ընդունել նրանից հավատարմագրերը։ Իսրայելում դա եւս նկատել են եւ համապատասխան եզրակացություններ են արել։ Որքանով է հնարավոր Ադրբեջանի համար միաժամանակ լինել եւ Թուրքիայի եւ Իսրայելի բարեկամն այն դեպքում, երբ այդ երկու պետությունները թշնամի են։ Վերջին տասնամյակների ընթացքում առաջին անգամ Բաքուն եւ Անկարան կարող են հայտնվել բարիկադի հակառակ կողմերում եւ որպեսզի նվազեցվի դրա վտանգը, Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել օրերս Էրդողանի հետ եւ խոսել են նաեւ երկու երկրների արտգործնախարարները, բայց իրավիճակը կարող է ել ավելի լարվել հետագայում։ Ամերիկյան National Security Journal պարբերականը գրում է, որ չի բացառվում նաև Իսրայելի եւ Թուրքիայի միջև ուղիղ զինված բախում։ Պարբերականի մեկնաբանը գրում է, որ հնարավոր է, որ Իրանի դեմ այդ իսրայելական հարձակումը ընդամենը փորձ է, որի ընթացքում Իսրայելը ձգտում է ստուգել իր ունեցած ռեսուրսները եւ որ հաջորդ քայլը կարող է հարված լինել արդեն Թուրքիայի ուղղությամբ։ Եթե այդպես լինի, ապա իսկապես Իլհամ Ալիևին շատ ավելի դժվար կլինի մնալ համատեղել երկու աթոռների վրա նստած լինել։ Հիշեցնեմ նաև, որ Իսրայելի ռազմական հարցերով հատուկ կառավարական մի ատյան կա, որը խորհուրդներ է տալիս կառավարությանը, հենց այդ ատյանը խորհուրդ էր տվել կառավարությանն եւ ֆինանսների նախարարությանը ունենալ նաև մշակված նախագիծ Թուրքիայի դեմ զինված բախման համար։ Հավանաբար այս սցենարը եւս ակտուալ կարող է դառնալ։ Իսկ կան նոր փաստեր, որոնք ապացուցում են, որ Ադրբեջանն իսկապես օգնել է Իսրայելին կամ օգնում է։
Դե երեք մի քանի նման անուղակի փաստի մասին խոսեցինք, նոր փաստեր ի հայտ են գալիս, որոնք նույնպես ընդհանրապես անուղակի բաներ են, փաստեր են, հա։ Մասնավորապես իրանացի վերլուծաբան Սալար Սեյֆը գրում է, որ անօթաչուները, որոնք ռմբակոծում էին Թավրիզը, եկել էին Նախիջևանից եւ Լեռնային Ղարաբաղից։ Նա նաեւ գրում է, որ ադրբեջանցի անջատողականներն են օգնել լրտեսական գործունեություն ծավալել Թավրիզում եւ ուղղորդել հարվածները։ Սոցցանցերում տեղեկություն կա այն մասին, որ իրանական Քազվին քաղաքի բնակիչները նկատել են, որ համենայն դեպս ձայնն են լսել, թե ինչպես են կործանիչները Ադրբեջանի սահմանից դեպի Թեհրան շարժվում։ Ռուսաստանցի հեղինակավոր փորձագետ Վիկտոր Նադեին Ռաևսկին վկայակոչելով սեփական հավանաբար տեղեկացված աղբյուրները գրում է, որ Իսրայելը լրտեսական գործունեություն է ծավալել Իրանի դեմ օգտագործելով հենց Ադրբեջանում ունեցած իր հանգրվանները։ Նա հիշատակում է այն մասին, որ Իրան-ադրբեջանական սահմանից ոչ հեռու Իսրայելը վարձակալել է երկու նախկին խորհրդային ռազմաբազա, որտեղից էլ եւ իրականացնում է լրտեսական այդ գործունեությունը։ Նաև մամուլում սոցցանցերում ավելի շատ հիշատակում կա այն մասին, որ հնարավոր է այն օտարերկրացիների թվում, որոնք վերջին 4 օրվա ընթացքում Իրանից Ադրբեջանի տարածքով անցել են դեպի այլ երկրներ, կարող էին լինել նաև իսրայելական գործակալները։ Իդեպ նշեմ, որ հետաքրքիր հանգամանք է։ Ռուսաստանը, Բելարուսը եւ Չինաստանը սեփական քաղաքացիներին Իրանից տարհանում են Ադրբեջանի տարածքով, իսկ Հնդկաստանը Հայաստանի տարածքով։ Արտեմ, իսկ ինչպես է Թուրքիան դիրքավորվում Իսրայել-Իրան այս ռազմական բախման հարցում։ Դե Անկարան շատ կոշտ գնահատական է իրեն թույլ տվել, ագրեսիա անվանելով, որակելով այդ գործողությունները, բայց ինչն է հետաքրքիր, Էրդողանը խոստովանել է, որ այդ հարվածներից ժամեր առաջ Իսրայելի կառավարությունը իրեն տեղեկացրել է, որ պատրաստվում է Իրանի վրա հարձակում գործել։ Նման բան անում են միայն ամենահավատարիմ դաշնակիցների եւ բարեկամների հետ, թշնամական պետությունների հետ այդպես չեն վարվում։ Դա եւս պես մտորելու առիթ է տալիս, կարծում եմ։ Արդյոք այս ամենը խաղ չէ։ Շնորհակալություն, Արտեմ։ Ավարտվեց հորիզոնի այս թողարկումը, կարճատև դադարից հետո դուք կարող եք դիտել հեռանկար, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, մաղթելով խաղաղ եւ բարի գիշեր։ Դուք դիտում եք հեռանկարը։ Իրան-Իսրայել հակամարտությունն աշխարհաքաղաքական խնդիրներից բացի մեզ համար մեղմասած խնդրահարույց է նաև այդ երկու երկրներում բավականին մեծ հայ համայնքի ներկայությամբ։ Ինչ իրավիճակ է հայերի շրջանում եւ արդյոք արդեն կան մարդիկ, որոնք ցանկություն են հայտնել վերադառնալ Հայաստան։ Այս եւ Սփյուռքին վերաբերող այլ հարցերի շուրջ զրուցելու ենք Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարե Սինանյանի հետ։ Պարոն Սինանյան, շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Շնորհակալություն։ Առաջինը հենց Իրանում եւ Իսրայելում ապրող մեր հայրենակիցներին անդրադառնանք։ Հայերի շրջանում ինչ իրավիճակ է ու ինչ տրամադրություններ կան։ Սկսենք Իրանից։ Իրանում իհարկե մարդիկ բավական կճված եւ անհանգիստ ժամանակներ են ապրում հասկանալի պատճառներով, քանի որ մեծ քաղաքները Իրանի, որտեղ կենտրոնացած են մեր հայրենակիցները, ենթարկվում են ռմբակոծության եւ մանավանդ երեք, երբ վարչապետ Նետանյահուն սպառնաց թիրախավորել նաև խաղաղ բնակիչներին, մի բան, որը ավելի հտագնապ առաջացրեց մեր հայրենակիցների մոտ։ Հետևաբար տրամադրությունները շատ այսպես սպասողական են, որտեղ մարդիկ ուզում են կողմնորոշվել, որ արդյոք շարունակվելու է, թե կարճ կյանք է ունենալու եւ ըստ այդմ կարողանան պլանավորել իրենց ապագան։ Իսրայելում մի քիչ այլ է, որովհետեւ Իսրայելը այսօրվա ձևի պատերազմին շատ ավելի լավ է պատրաստված, այսինքն այո, Իրանն էլ հրթիռակոծում է Իսրայելի տարածքը, խոշորագույն քաղաքները, ստրատեգիկ օբյեկտներ, բայց Իսրայելը, ասենք օրինակի տարբերություն Հայաստանի, լուրջ պատրաստվել է նման պատերազմին, որովհետև ունի համատարած
ապաստարաններ, հատուկ ռմբահարման դեմ եւ մարդիկ պարզապես վատթարագույն դեպքում շատ ժամանակ են անցկացնում այս ապաստարաններում։ Հետևաբար նրանց անհանգստությունը չի բերում նույն եզրակացությունների, ինչ որ Իրանի մեր հայրենակիցներն են։ Մասինյանյան, իսկ որտեղ են ավելի շատ հայեր բնակվում՝ Իրանում, թե Իսրայելում եւ արդյոք կան ահազանգեր կամ խնդրից ելնելով անհրաժեշտության որևէ հարց կարգավորելու այսպես դիմումներ։ Ինչ խոսք որ չնայած Իրանի համայնքի վերջին 30 տարվա կտրուկ նոսրացմանը, միևնույն է Իրանի համայնքը թվային առումով շատ ավելի մեծ է, քան Իսրայելինը։ Տեսեք, մարդիկ հարցնում են, օրինակ մեր հետ եթե կարողանում են կապնվել, որ ինքնին խնդիր է դարձել, քանի որ ինտերնետ չկա եւ կապի որակն էլ վատթարացել է։ Երբ որ կապնվում են մեզ հետ, այո, հարցնում են, օրինակ եթե Հայաստան գալու լինենք, ապաստարան կունենանք, թե ոչ։ Խոսքը կացարանի մասնավորապես ոչ թե ապաստարան։ Սա է մի խնդիր, որ իրենց հուզում է, իսկ այն մարդիկ, որոնք արդեն ունեն բնակարաններ կամ ամառանոցներ Հայաստանի տարածքում, դրանցից մի մասը արդեն սկսել է շարժվել դեպի Հայաստան։ Այսինքն արդեն կան հոսքեր թե Իսրայելից եւ թե Իրանից։ Իսրայելից չի ասի, բայց Իրանից կան։ Բայց չեմ զարմանա, որ Իսրայելից էլ մարդիկ գոնե ժամանակավորապես գան, որպեսզի խուսափեն այս տհաճ եւ լարված ժամանակները։ Իսկ Հայաստանը պատրաստ է վատթար սցենարի դեպքում ընդունելու մեր քաղաքացիներին, թե կարծում եք օրինակ մեր այդ երկու համայնքները հաշվի առնելով երկարակեցությունը այդ թե Իսրայելում եւ թե Իրանում շատ դեպքերում չեն ցանկանում օրինակ տարհանվել այդ երկրներից։ Թարցի պատասխան ուղղակիորեն կապված է նրանից, թե էսկալացիան տեղի կունենա, այսինքն այս վիճակը երկար կշարունակվի եւ ավելի կվատթարանա, թե ոչ։ Եթե շատ շարունակվի եւ վատթարանա, չեմ կարծում, որ որևէ մեկը, որը հնարավորություն ունի այդ տարածքից դուրս գալ, չի ուզենա դուրս գալ։ Հիմա հարցը, արդյոք Հայաստանը դրան պատրաստ է արդյոք ընդունել 20-30 հազար մարդու, ուրեմն 2023 թվականի Արցախի մեր հայրենակիցների բռնի տեղահանման եւ Հայաստանի իրենց ընդունելու փորձը ցույց է տալիս, որ հավանաբար Հայաստանը պատրաստ է դրան, ունի դրա փորձը եւ դրա կարողությունները։ Անդրադառնանք Սփյուռքի այլ համայնքների եւս Միացյալ Նահանգներում եւս խնդիրներ առաջացան, հատկապես Թրամփի վարչակազմի գալուց հետո կտրուկ որոշումներ կայացվեցին միգրանտների հետ կապված, որքանով են այս որոշումներն առնչվում հայերի հետ եւ խնդիրներ ստեղծում նրանց համար։ Տեսեք, այնքանով որ կան Միացյալ Նահանգների տարածքում անօրինականորեն գտնվող հայեր, հայ անձինք, որոնք իրավունք չունեն այնտեղ լինելու, բայց այնտեղ են գտնվում, իհարկե առնչվում է հայերի հետ։ Եվ մենք գիտենք, որ առաջին օրերին ադմինիստրացիայի փետրվարին արդեն հրատարակվել էին ցուցակներ կոնկրետ Հայաստանի քաղաքացիների մոտ 2500 հոգի, եթե չեմ սխալվում, եւ դա ոնց որ առաջին ցուցակներ, միակը չէր։ Եվ չնայած այդ դեպորտացիաների process-ը դատական միջնորդության միջոցով հնարավոր եղավ որոշ ժամանակով կասեցնել, բայց դեռ 1-2 օր առաջ լսեցինք նախագահ Թրամփից եւ իր ուժային կառույցների ղեկավարներից, որ այդ գործընթացը վերսկսվելու է։ Հիմա տեսեք, ամեն պետություն իրավունք ունի վերահսկելու իր տարածքը եւ սրանով իսկ հաստատելու իր ինքնավարությունը, իր սուվերենությունը։ Ամեն երկիր իրավունք ունի որոշելու, թե ով կարող է իր տարածքում գտնվել, ով չի կարող։ Հետևաբար, եթե Միացյալ Նահանգները որոշի, որ բոլոր անօրինականորեն այնտեղ գտնվող մարդիկ պետք է վտարվեն երկրից, ապա դա տեղի կունենա։ Իսկ կան ցուցանիշներ, քանի հոգի արդեն իսկ վտարվել են եւ վերադարձել չկան եւ իրականում չունենք տեղեկություն որևէ վտարված անձի մասին։ Դուք որոնք եք համարում ձեր գլխավորած կառույցի հիմնական առաքելությունն ու խնդիրները հաշվի առնելով աշխարհակաղակական ներկայիս իրավիճակը եւ ժամանակային տարբեր շրջանում նաեւ մեր երկրում, այսպես ներքաղաքական իրադրությունները։ Մեր նպատակը, եթե այսպես ընդհանրացած ասեմ, երկակի է, մեկը հայրենադարձության համար ենթակառուցվածքներ ստեղծելն է եւ արդեն երկրում եղած հայրենադարձներին օգնել ինտեգրվել հասարակությունում։ Իսկ երկրորդ ուղղությունը դա սփյուռքյան ներուժի
ներգրավելն է հայաստանյան իրականության մեջ։ Սրանք են, այսինքն կարող ենք այս երկու կատեգորիանի տակ ընկնող մի քանի ուղղությունների մասին խոսել, բայց եթե ընդհանուր եմ ասում, այս երկուսն են։ Հիմա տեսեք, մենք անընդհատ ունենք ինչ-որ անկայունություն տարածաշրջանում եւ ոչ միայն տարածաշրջանում, եւ դա իր հետ միշտ բերում է հայրենադարձության հնարավորությունը, եւ սա իրոք, եթե մենք ճիշտ ենք մոտենում այս հարցին, Աստծո կողմից նվեր է մեր պետությանը, այսինքն ձեռք բերել մարդկային ռեսուրսներ կարճ ժամկետում, դա պետք է գնահատել որպես հսկայական հնարավորություն եւ այդ ուղղությամբ պետք է ուղղորդել հսկայական ռեսուրսներ, որովհետեւ այսօր օրինակ մեր երկրի խնդիրների մի մեծ մասը բխում է նաեւ անվտանգային խնդիրների մեծ մասը բխում է նաեւ փոքր բնակչություն ունենալուց։ Մենք ունենք փոքր բնակչություն, հարցը մենք ունենք արդյոք բնակչության քրիտիկական մասը, որը հնարավորություն կտա երկարաժամկետ իմաստով Հայաստանին վերապրել այս տարածքում, կրկին հաշվի առնելով մեր հարևանների չափսերն ու ախորժակը նաև։ Եվ լինի դա ռուս-ուկրաինական պատերազմը, լինի դա Սիրիայի քաղաքացիական պատերազմը, լինի Իրան-Իսրայել առճակատումը, Իրաք եւ այլն բազում հնարավորություններ են եղել անցյալում եւ կան հիմա, եւ մենք պետք է այս ճգնաժամերն ու պոտենցիալ տրագեդիաները, ողբերգությունները վերածենք հաղթանակների եւ երջանկության ակունքի, այսինքն հայ մարդիկ գան Հայաստան, հաստատվեն այստեղ եւ ապրեն եւ արարեն որպես հայեր։ Կրկնում եմ, բայց սա որպեսզի տեղի ունենա, անհրաժեշտ է եւ պետության կողմից ներգրավվածություն եւ նաեւ Սփյուռքի կողմից ներգրավվածություն ցանկալի կլներ, որ Սփյուռքը կոնե այս բեռի մի մասը ստանձներ, որովհետեւ գիտեք չի կարող Հայաստանը ամեն ինչի բեռը ստանձնել անընդհատ ու ներկա պարագայում դա այդպես է։ Հայաստանը կրում է բոլոր դժվարությունները, բոլոր ռիսկերը, բոլոր խնդիրները ինքնուրույն է լուծում եւ ցանկալի կլներ, որ Սփյուռքը գոնե այլ մարդկանց, այն մարդկանց, որոնք ուզեն Հայաստանում ապրել կամ որոնց հնարավոր է Հայաստանում հաստատել, օգներ այդ իմաստով, ինչպես դա անում է օրինակ հրեական Սփյուռքը։ Օգնի ինչպես, նաև ներդրումներ այստեղ կատարելով, թե պարզապես ավելի հեշտացնելով օգնելու ձևերը շատ են։ Հիմա եթե հրեական փորձի մասն ենք խոսում, տեսեք հրեական Սփյուռքը ավելի քիչ խոսում է, ավելի շատ անում է եւ բոցաշունչ հայրենասիրական ճառերը չեն սահմանափակվում Facebook-յան գրառումներով, այլ արտահայտվում են իրական գործողություններով, իրական փափուկ ուժի գործածությամբ, որը իրական օրինակ Միացյալ Նահանգներում փափուկ էլ չի այլևս, ամենաբիրտ ուժն են իրեն գործադրում, որպես հանուն Իսրայելի, եւ ապահովում են Իսրայելին ռազմական անվտանգություն, ֆինանսական աջակցություն, տնտեսական աջակցություն, միևնույն ժամանակ հրեական հայրենադարձության ամբողջ ծրագիրը Իսրայել պետության ամբողջ կյանքի ընթացքում եւ դրանից առաջ ֆինանսավորվել է հրեական Սփյուռքի կողմից։ Մինչև օրս էլ այն ֆինանսավորվում է հրեական Սփյուռքի կողմից։ Իսրայել պետությունը միայն ծրագրերի իրագործողի դերում է։ Ֆինանսները հայրենադարձության համար այդ բոլոր այդ settlement կոչվածները, այդ հրեաների տեղ հասնելը, հաստատվելը, ինտեգրվելը, ամեն ինչ ֆինանսավորում է հրեական Սփյուռքը։ Դուք էլ հայրենադարձության համար իրականացնում եք իգործ ծրագիրը, որքանով է այս նախագիծը կարողանում իրականացնել այդ նպատակը, ծառայել այդ նպատակին։ Իգործ ծրագիրը հայրենադարձության ծրագիր չէ եւ ի սկզբանե չի եղել միտված հայրենադարձություն ապահովելու։ Մենք գիտակցել ենք, որ իգործի հետևանքներից մեկը կլինի ինչ որ տոկոսով մասնակիցների հայրենադարձություն եւ ի սկզբանե մեր թիրախը դրել էինք շատ համեստ 25%-ը, որը թվում էր թե դժվար հասանելի է, բայց իրականում այդ թիվը վերջին 4 տարիներին եղել է 70%։ Այսինքն դարձավ հայրենադարձության ծրագիր, այո, բայց իգործի ծրագիրը լրիվ այլ է, իգործի ուղղությունը եղել է Սփյուռքի այդ ներգրավվածությունը ավելի շատ քան թե հայրենադարձությունը, որովհետեւ մենք կարողանանք նոր տեսանկյուն, նոր մտածելակերպ, նոր աշխարհայացք, նոր մասնագիտական հմտություններ ունեցող մարդկանց ներգրավել պետական կառավարման համակարգում։ Եվ դրա էֆեկտիվությունը, դրա մասին շատ եմ խոսել, կարող է շատ ավելի լինել, եթե կրկին իգործի
անհրաժեշտ բոլոր պայմաններն էլ ապահովվեն, ինչպիսին է կեցության այդ վարձի համապատասխան գումարը, որտեղ դու չես կարող մարդկանց ասել, գիտես, տեղափոխվի մի տարով Հայաստան ու ես քեզ ինչ որ չնչին մի գումար եմ տալու, որովհետեւ դու չկարողանաս նույնիսկ տանդ վարձը մուծել, այսինքն իրատեսական չի։ Պետք է այնպես անել, որովհետեւ մարդիկ իրատեսորեն կարողանան մնալ Հայաստանում 1 տարով գոնե աշխատել այստեղ եւ հետեւաբար կարողանանք ներգրավել լավ կադրեր, լավագույն կադրեր, իսկ այդ կադրերի համար գումար է պետք։ Ես ասեմ ընդհանրապես պիտի հեռանանք այդ հայաստանյան շատ արատավոր եւ անհեռատես մոտեցումներից, որն է որ ակնկալենք, որ դիմացին անընդհատ պետք է անի, չգիտես ինչի դիմաց, անհայտ զուտ այսպես էնտուզիազմով, հայրենասիրությամբ, այո, կլինեն նման մարդիկ, դրանք կլինեն մատների վրա հաշված, որովհետեւ մարդիկ իրական պահանջներ ունեն կյանքում, կարիքներ ունեն, մարդիկ պետք է սնվեն, մարդիկ պետք է ապաստան ունենան, որովհետեւ բնության առջև անպաշտպան չլինեն, մարդիկ ընտանիքներ ունեն, պետք է իրենց ապահովեն։ Հետևաբար մենք, եթե ուզում ենք ինչ-որ լուրջ դիվիդենդներ Սփյուռքից երկարաժամկետ իմաստով, մենք պետք է համապատասխան ձևով այսօր ներդրվենք Սփյուռքի մեջ։ Եվ դա կարելի է անել տարբեր ձևերով։ Իսկ այս ժամանակագրությունն ինչ է ցույց տալիս։ Իգոր ծրագրի շրջանակներում Հայաստան վերադարձած եւ այստեղ որոշակի ժամանակով գործունեություն ծավալացնելից որքան տոկոսն էսպես մնում, հաստատվում եւ ընդգրկվում պետական համակարգում, այլ ոչ կարճ ժամանակում, օրինակ մասնավորը նորից պետական համակարգին լավ մասնագետին տանում է։ Գիտեք, տոկոսային չեմ կարող ասել, բայց համոզված եմ, որ այդ 70%-ը, որոնք 4 տարիների ընթացքում մնացել են, 70%-ի անկասկած 75%-ը պետական համակարգում չեն։ Չեն, որովհետև մասնավոր սեկտորը, հասարակական կազմակերպությունները նման մարդկանց շատ արագ տանում են եւ նման մարդիկ աշխատանք գտնելու խնդիր էլ իրականում չունեն Հայաստանում։ Բայց մնում են Հայաստանում։ Մնում են Հայաստանում, դե ասեցի, որ արդեն 70%-ը մնում են Հայաստանում։ Խոսքը գնում է այդ մնացած 70%-ի սփռվածության մասին։ Ինձ հետաքրքիր է, պարոն Սյունենյան, թե որքանով է օրինակ Սփյուռքն ընդունում Հայաստանի կառավարության իրական Հայաստան գաղափարախոսությունը, որովհետև դուք էլ տարբեր այցեր իրականացնում եք, տարբեր երկրների Սփյուռքի ներկայացուցիչների հետ հանդիպում եք եւ կարծում եմ այդ թեմայի շուրջ եւս զրույցներ լինում են նրանց հետ։ Սա հարցնում եմ հաշվի առնելով նաեւ նա, որ օրինակ Սփյուռքում ավելի նուրբ եւ ավելի այսպես ընդգծված են վերաբերվում օրինակ Արարատին, Արեմտյան Հայաստանին, իսկ իրական Հայաստանի գաղափարախոսության մեջ դրանք կարծես թե չեն տեղավորվում։ Սկսենք նրանից, որ Սփյուռք ասելով իրականում գործ ունենք ֆրագմենտացված, հազարավոր, այսպես բեկորներ ներկայացնող մի իրականության հետ։ Այսինքն ասել, որ Սփյուռքը այսպես է անում կամ այնպես է անում, եթե որևէ մեկը երբևէ նման արտահայտություն իրեն թույլատրի, ուրեմն այդ մարդը կամ սուտ է խոսում, կամ մոտավոր պատկերացում չունի Սփյուռքի մասին։ Այս գաղափարը նայած ում հարցնես տարբեր ձևով է ընդունվում, իհարկե, բայց ընդհանուր առմամբ այսպես ասեմ, որ վերջին 4-5 տարիների ընթացքում գաղափարը շատ ավելի լավ է ընկալվում, քան անցյալում, որովհետև սկզբից մարդկանց համար այդ ամենը շոկային էր, որովհետև իրենք սովոր էին այդ մեծ հայք եւ այլն ծովից ծով Հայաստան լոզունգային մակարդակի վրա, եւ այդ լոզունգը շատ ականջահաճո է եւ շատ չգիտեմ մեծ դրական էմոցիաներ է առաջացնում, բայց իհարկե իրականության հետ քիչ առնչություն ունի եւ երբ մենք խոսում ենք իրականությունների մասին եւ փորձում ենք Սփյուռքին մտցնել իրական դաշտ, Սփյուռքի գոնե մի զգալի զանգվածին, իհարկե դա ժամանակ է խլում, դա իհարկե դեմ է գնում նաեւ այդ տարիների ընթացքում սերմանած լոզունգային հայրենասիրական բոլոր աշխատանքներին եւ սա լինելու է շարունակական աշխատանք։ Ես կարծում եմ, որ Սփյուռքում այդ գաղափարը երբևէ չի դառնա այնքան դյուրին ընկալելի, որքան կլինի Հայաստանում, որովհետեւ այդ իրական Հայաստան իրականության մեջ մենք ապրում ենք, իսկ իրենք ոչ։ Հետևաբար իրենց մեջ այդ ռոմանտիսիզմը միշտ կմնա, բայց հարցն ամեն թե որքանով, չէ՞։ Հենց դրա մասն է խոսքը, որ մենք կարողանանք մեղմել այդ ռոմանտիսիզմը եւ այնքանով որքանով այն կա,
էլի կապել իրականության հետ եւ ուղղորդել դեպի ինչ որ շինիչ արդյունավետ աշխատանք։ Պարոն Սինյանյան, ամփոփելով մեր զրույցը, շատ դեպքերում օրինակ իշխանության ընդդիմախոսներն անդրադառնում են նաև Սփյուռքին, ասելով նախկինում Սփյուռքի հետ կապերն ավելի ամուր էին, ավելի շատ ծրագրեր էին իրականացնում։ Այ դուք արդեն բավականին երկար ժամանակ Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարն եք։ 6 տարի արդեն։ 6 տարի, այո։ Կա որևէ խզում Հայաստանի կառավարության եւ Սփյուռքի միջև կամ անկում Սփյուռքում նկատելի է հարաբերությունների տեսանկյունից։ Դե մի փոքր ոնց որ ակնարկեցի արդեն թեմայի մասին, որ իհարկե 44-օրյա պատերազմը Սփյուռքի համար շատ ավելի շոկային էր, քան թե Հայաստանի բնակչության համար, որովհետեւ կրկին Հայաստանի բնակչությունը լինելով այս իրականության մեջ, իր կաշվի վրա զգալով 91-ից 18 թվականի իրականությունները, Հայաստանի հայաթափումը, տնտեսության տոտալ կործանումը, մոնոպոլիաների վերածվելը, կրթական համակարգի, այսպես պլինտուզից ցածր իջնելու process-ը, բանակի անմխիթար վիճակը, առողջապահության ցածր որակը եւ այլն, այդ ամեն ինչը մարդիկ որ մեջն են ապրում, պատկերացնում որ դե բնականա որ մենք չենք կարողանալու պաշտպանել, բնականա մեր բանակը լավը չի լինելու, անորակալ լինելու, բնականա որ մեզ տեխնոլոգիաներով հաղթելու են, մեզ հետախուզությամբ հաղթելու են։ Սփյուռքի համար այս ամեն ինչը շոկային էր, որովհետեւ իրենք այդ միֆի մեջ էին ապրել, իրենք այդ ականջահաճո մեսեջներն էին ստացել, որ ամեն ինչ լավն է, մենք ամենահզորն ենք, ամենաուժեղն ենք։ Ես օրինակ հիշում եմ, թե 2000 թվականից 2010 թվականը ոնց էր անընդհատ հանրային հեռուստատեսությունը օգտագործում Հայաստանը դառնում է տարածաշրջանային կենտրոն արտահայտություն, այսինքն ինչ հիմար թեմավորներ կներեք արտահայտությանս համար, դա ասում են Հայաստանը դառնում է տարածաշրջանային կենտրոն։ Իհարկե ամբողջ սուտ էր, Հայաստան միայն աղքատության, հետամնացության տարածաշրջանային կենտրոն էր դարձել։ Եվ Սփյուռքի ժողովրդը շատերը դրան խափնվել էին, որովհետև դա հաճելի էր, որովհետև կարելի էր այդպես հանգիստ նստել, Սփյուռքում կյանքը վայելել եւ մտածել դե լավ այլ այնտեղ ինչ է եղել որ բայց այդպես չէր եւ հիմա բոլորը ստիպված եղան առերեսվել իրականության հետ մի մասը այդ ճշմարտության հետ առերեսվելը շատ ծանր տարավ եւ շատ վատ է տանում մինչեւ հիմա գիտեք կյանքը ընդհանրապես այդպես է մարդիկ չեն սիրում ճշմարտության աչքերի մեջ նայել մի մասն էլ շատ արագ սթափվեց եւ սկսեց տեղափոխվել այդպես կոնստրուկտիվ շինիչ դաշտ որպեսզի կարողանա իր ցանկության եւ կարողության սահմաններում ինչ որ օգտակար բան անել Հայաստանի համար կամ համայնքների համար։ Հետեւաբար այդ որ Սփյուռքի հետ լավ էր եւ այլն, այո, այն ժամանակ Սփյուռքին շատ ամեն ինչ պարզ էր, ասում էին փող ուղարկեք, այն էլ փողն էլ ինչ էր, գիտեք, բարեգործություն, այսինքն լուրջ բան չէր, այսինքն բարեգործություն արեք, բերաններդ փագեք եւ մեզ դրսից նաեւ քաղաքական լեգիտիմություն տվեք որովհետև մենք ներսում չունենք։ Իհարկե նա այդ վերջի մասը չէին ասում, որ մենք ներսում չունենք քաղաքական լեգիտիմություն, բայց ինչ խոսք, որ այդ գոնե վերջի երկու նախագահները լեգիտիմություն փորձում էին ստանալ Սփյուռքից։ Այն առաջին նախագահը ոչ Սփյուռքում ուներ լեգիտիմություն, ոչ Հայաստանում։ Հետևաբար սրանով էին իրենք փորձում մնալ իշխանության։ Իսկ հիմա այդ ամեն ինչը փլուզվել է, հիմա ամեն ինչ ավելի քան անկեղծ է, չնայած շատ բարդ է, այդ անկեղծությունը, ճշմարտությունը ինքնին բարդ է, որտեվ շատ շարժվող գործոններ կան, էլի ամեն ինչ փոխվում է անընդհատ եւ մենք էլ ապրում ենք ամբողջ աշխարհի համար շատ անկայուն եւ հեղեղուկ վիճակում, որը ավելի դժվարացնում է մեր գործը։ Շնորհակալություն։ Ձեր շնորհակալություն։ Հեռանկարում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարե Սինանյանն էր։